Առավոտյան ժամը 4-ի մոտակայքում հրկիզել են Երևանի ավագանու ընդդիմադիր Մեր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան։ Ապակին ջարդեցին, էդի գցեցին մեջը, այդ գմփոցից մինչև վերևից իջանք արդեն ինքսը հալել էր։ Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքեսյանին հանդիպել չհաջողվեց։ Ռինյուզ Արմենիայի հետ զրույցի ընթացքում Սուքեսյանը եղելությունը կազմակերպած թիրախավորում որակեց։ Բենզինի հոտ է, մեքենան լրիվ էլեկտրական է, ինքը մեջից բենզինի հոտ է գալի։ Գևորգ Ստեփանյանը միջանձնային կոնֆլիկտային որևիցե իրավիճակ չունի որևիցե մեկի հետ եւ թշնամանքի անձնական թշնամանքի հենքով կասկածանքներ անձամբ ինքը չունի եւ դրանից է բխում այն ենթադրությունը, այն համոզմունքը ներքին, որ ահաբեկելու վախ եւ վախի մթնոլորտ ստեղծելու Մայր Հայաստան դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանն էլ է նույն կարծիքին։ Մենք սա չենք գնահատում որպես անձնական հողի վրա տեղ ունեցած միջադեպ, այլ գնահատում ենք որպես քաղաքական եւ հանրային գործունեությամբ պայմանավորված հանցագործություն։ Նախաձեռնել ենք քրեական վարույթ, քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերի հատկանիշներով։ Այսինքն քննչական կոմիտեն եղելությունը կապում է Ստեփանյանի պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության հետ։ Այս պահին կփորձեմ սպասել մինչև ինչ-որ ողջամիտ ժամկետում իրավապահները ինչ-որ արդյունք փորձեն ցուցաբերել։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը պայմանավորված էր Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի եւ հանրային ակտիվիստ Արթուր Շախոյանի բարձրաձայնած կոռուպցիոն սկանդալով։ Անի Հովհաննիսյան, Ստեփան Տիգրանյան, Ռինյուզ Արմենիա։